Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը նկատել է, որ 3Հ կառավարության շենքի բակում անսովոր լռություն էր տիրում։ Նախկինում ակտիվ եւ խոսուն նախարարներն ու պաշտոնյաները կարծես չքացել էին։ Տեղում լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն նրանք խուսափում էին իջնել ներքև։ Այս վարքագիծը Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ եւ թիմակիցների կողմից վերջին շրջանում արվող հանրության շրջանում լուրջ դժգոհություն առաջացրած անպարկեշտ գրառումներ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վերջերս հրապարակված լուսանկարը, որտեղ պատկերված էին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եւ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, լուր, բայց հստակ մեսիջ էր հանրությանը։ Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը ուղեկցվել է լուրջ եւ խորքային զրույցով, եղի ներքաղաքական լարված իրավիճակի եւ եկեղեցու որպես ինստիտուտի դերի վերաբերյալ։ Ըստ Ժողովուրդ օրաթերթի լավատեղյակ աղբյուրների, Տեր-Պետրոսյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել եւ կոչ արել կաթողիկոսին պահպանել հանգստություն, զգոնություն եւ չտրվել որևէ սադրանքի։ Նա ընդգծել է, որ որևէ իշխանություն իրավունք չունի ներխուժել եկեղեցու ինքնիշխանության դաշտ ու թելադրել իր կամքը, հիշեցնելով, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն եկեղեցին գործում է պետությունից անջատ։ Ես լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, նա կանգ չի առնելու, գոռալու է, ճղճղալու է, վիրավորելու է, սադրելու է, բայց եկեղեցին պետք է հակադրվի իր հավասարակշռությամբ։ Մոտավորապես այսպիսի խոսքեր է հնչեցրել առաջին նախագահը։ Կաթողիկոսը իր հերթին տեղեկացրել է ՀՀ հիմնադիր նախագահին, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ է ստանում։ Նրան փորձել են համոզել հեռանալ, հակառակ դեպքում խոստացել են վարկաբեկել կամ նույնիսկ ձերբակալել, սակայն հոգևոր հովիվը այս պահին շարունակում է դիմադրել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձևավորելու եւ հարձակվելու ռիսկերը։ Մեր աղբյուրներն ավելի հավանական են համարում, որ ինչ-որ պահի խմբեր գործուղեն վեհարան, թե երբ ժամկետները չեն հայտնվում։ Տեղեկացանք, որ ընդդիմադիր որոշ շրջանակներում էլ հակազդեցություն ծրագրեր են մշակում, մասնավորապես ՀՀԿ-ն կազմ պատրաստ սպասում է մի նման ոտնձգության, որպեսզի իրենք էլ խմբեր կազմեն եւ շտապեն Մայր Աթոռ։ ՀՀԿ մեր աղբյուրները չբացառեցին, որի աջակցություն եկեղեցու առաջիկայում այլ ակցիաներ կիրականացվեն։ Հրապարակ օրաթերթը գրում է. Այսօր հունիսի 27-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը կմեկնի Թուրքիա։ Նա այդ Թուրքիա կմեկնի նաեւ խորհրդականներից մեկը։ Նախարարությունից մեկնաբանեցին, որ այցի նպատակը տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելն է, որին 30-ից ավելի երկրների տրանսպորտային ոլորտի ղեկավարներ են մասնակցում։ Դա նախարարական ֆորում է։ Մենք տեղեկություն ունենք, որ Թուրքիա մեկնելուց առաջ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Դավիթ Խուդատյանի եւ նրա տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ, քննարկել են մի շարք հարցեր, արդյոք դե յուրե հնարավոր է Հայաստանից դեպի Թուրքիա ապրանքների արտահանումը եւ Թուրքիայից Հայաստան ներմուծումը։ Արդյոք հնարավոր է Թուրքիայով ապրանքների տարանցում եւ Թուրքիայից Հայաստանով տարանցում դե յուրե եւ վերջապես թուրքական բեռնատարները կարող են բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքով կամ հակառակը։ Չի բացառվում, որ Թուրքիայից իրական նպատակն այս հարցերը կոնստրուկտիվ հուն ուղղելն ու հարաբերություններ հաստատելն է։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագրի News կայքում։